Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակը, այսօր ես առանձնահատուկ սիրով եմ ներկայացնում իմ հյուրին, որովհետև իմ հյուրը երգչուհի Արմինկան է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես գրեթե 10 տարի անց դուք նորից Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում եք։ Երբ ես նայում էի 10 տարի առաջվա տեսանյութերը, կար բենեֆիս, հենց ձեր բենեֆիսը, բայց դրանից բացի կար նաև մի հետաքրքիր կատարում։ Դուք կատարել եք Վարդուհի Վարդանյանի Սեր ստեղծագործությունը։ Լրիվ նորովի, բոլորովին այլ կատարում էր, կոնկրետ ինձ համար դա։ Արդյոք ինչ որ անձնական ապրումներ եք ունեցել այդ երգի ժամանակ, որովհետև լրիվ այլ էմոցիա էր փոխանցվում ձեր կատարմամբ։ Էմոցիաներս ավելի կապված էին Վարդուհու հետ, որովհետև նախ սկսեմ այնտեղից, որ կատարել Վարդուհու երգերը բավականին բարդ բան է, եւ ասեմ ավելին, կան երգեր, որոնք ընդհանրապես որևէ մեկը չպիտի կատարի, վատ առումով չեմ ասում, որովհետեւ կան գործեր, որ Վարդուհին կատարել է եւ իրենից հետո ուղղակի անհնար է դրանք կատարել, այսինքն անկրկնելի են Վարդուհու կատարումները։ Դա առաջինը, երկրորդը այս երգի պատմությանը շատ լավ ծանոթ եմ, որովհետև երգի հեղինակը գյումրեցի տղա էր, ով երգեր էր գրում եւ մեզ հրավիրեց մի քանի ժամանակի լավագույն արտիստներին ձայնագրելու այդ երգերը եւ սա այդ երգերից մեկն էր, այսինքն մենք այդ երգերին ծանոթ էինք, այդ ստեղծման process-ին ներկա էինք ու հետո մի տեսակ ինչ որ էներգետիկ առումով մի տեսակ Վարդուհու կյանքի հետ կապված ավելի ինձ թվում է այս երգը ինչ որ մի բան ունի ու ես էլ նկարահանման եւ ընդհանրապես այդ ընթացքում իմ կյանքի այդ ժամանակահատվածում մի քիչ ծանր հոգեվիճակում էի եւ կարծես հիմա պատմում եմ ու հուզվում եմ եւ կարծես այդ օրը այդ խտացված այդ էմոցիաները բան մի տեսակ հենց այդ երգի միջոցով դուրս եկան եւ եթե նկատել եք նաեւ շատ հուզվում եմ վերջին երգի ժամանակ որն ամփոփում է իմ այդ օրվա ելույթը թող լինի հեքիաթի երգը այսինքն շատ խառը էմոցիաներ էին ու դրա համար Վարդուհի երգի ժամանակ արդեն չկարողացա ինձ զսպել ուղղակի փլվեցի հեռուստադիտողի աչքի առաջ այդ երգի ժամանակ դուք հուզվում եք եւ այդ երգը շատ հուզիչ երգ է իրականում շատ հետաքրքիր բառեր է գրված քեզ կարոտել եմ ես երկինքը թող պատմի հասկացաք այդ դրա համար ոնց որ ինքը ոնց որ Վարդուհու մասին լիներ հենց բայց ինչու երգը ձայնագրվել էր շատ վաղուց 2001-2002 թվականին բայց այդուամենայնիվ ասում են որ չկա կարոտից ավելի վատ հիվանդություն կարոտը այո կարոտը լուրջ ախտ է ես համաձայն եմ դրա հետ դրա համար ասում են չէ կարոտ ախտ սարսափելի բան շատ ես շատ կարոտներ ունեմ իմ մեջ ինչպես է կարողանում այդ կարոտները հաղթահարել լաց եմ լինում չգիտեմ խոսում եմ այն մարդկանց հետ ում կարոտում եմ հոզեցիք ինձ եթե մարդը ֆիզիկապես չկա դուք կարոտում եք նրան այդուամենայնիվ երբ ասում եք խոսում եմ նրա հետ հոգին անմահ է ես խոսում եմ մարդկանց հոգիների հետ ես խոսում եմ եղբորս հետ շատ հաճախ գուցե շատ չեմ խոսում հիվանդագին բան տպավորություն չլինի բայց եղբայրս հաճախ այցելում է ինձ երազներից եւ պատմում է իր մասին ես իր մասին գրեթե ամեն ինչ գիտեմ նո այնքանով ինչքանով հավանաբար կարելի է որպեսզի ես իմանամ եւ ընդհանրապես եղբորիցս հետո այն բոլոր իմ սիրելի մարդիկ ովքեր որ հեռացել են կյանքից անպայման գոնե մի անգամ այցելել են ինձ իմ երազին ու ասել են որպեսզի ես հանգիստ լինեմ իրենք շատ լավ են Եվ այս դեպքում մենք հենց կարող ենք ասել, որ անփոխարինելի մարդիկ կան։ Իհարկե կան։ Ցավով կարելի է ասել, որ այո կան անփոխարինելի մարդիկ։ Ռուբեն Հաղվերդյանի խմբային լուսանկար երգը մի հետաքրքիր խոսք ունի այդտեղ, որ ամենալավ երգը լռությունն է, երկու զույգ աչքեր մթության մեջ, սարսափելին հիշողությունն է, որ հետո թերթում ես էջ առեջ։ Բայց ես մի բան ասեմ, հիշողությունը որքան սարսափելի է, միևնույն ժամանակ այդքան հրաշալի է, որովհետև մեր հիշողությունները ունեն շերտեր, չէ՞, մենք ունենք վատ հիշողություններ, լավ հիշողություններ, դրա համար պետք է կարողանալ ուղղակի այդ վատին տեղիք չտալ, արձակել ամեն վատ բան, եթե հնարավոր է, ու ապրել ուղղակի լավ հիշողություններով եւ ապրել ընդհանրապես կյանքը այնքան կարճ է, պետք է ամեն վայրկյանը կարողանանք ապրել լիարժեք, որպեսզի մենք էլ ինքներս էլ հաճույք ստանանք մեր ապրած կյանքից, կարճել անընդհատ անցյալի վատ հիշողություններից, դա ինքնակործանման է բերում ինձ թվում է։
Եվ այդ նույն երգում նաև այսպիսի մի հատված էլ կա, հետո փչում եք համին ունայնության ու ջնջում ամեն ինչ ու պոկվում են անցյալն ու ներկան իմ կյանքի էջերից։ Առհասարակ պետք է պոկել այդ անցյալը ներկան կյանքի էջերից, թե չէ, դրանք ցավեցնում Չի կարելի պոկել։ Չի կարելի պոկել։ Ուղղակի այն ինչ որ խանգարում է, կարելի է ուղղակի խնամքով պահել ինչ որ մի անկյունում, փակել բանալիով, այդ բանալին կորցնել ինչ որ միտեղ։ Իհարկե լիարժեք 100%-անոց հնարավոր չէ այդպիսի բան անել, բայց ես ինքս անձամբ իմ փորձից ելնելով հասկացել եմ, որ ընդհանրապես կարիք չկա փորփրել անցյալի այդ ցավոտ թերթերը, ինչի համար։ Օգոստոսի 22-ին ձեր ծննդյան օրն է։ Տարիները ինչպիսին են դարձրել երգչուհի Արմինկային եւ ինչ կփոխեիք առհասարակ ձեր կյանքում, տեսեք, որովհետեւ դուք հիմա մտքեր եք ասում եւ այդ մտքերը ես վստահ եմ դուք չեք ասի 20 տարի առաջ, 30 տարի առաջ, տարիների ընթացքում մարդ ավելի իմաստուն է դառնում, ավելի փոխվում է, այ ինչպես են փոխել ձեզ տարիները եւ ինչպիսին են դարձրել։ Ես այնքան շնորհակալ եմ, ես ընդհանրապես նախ սիրում եմ իմ տարիքը շատ, հավանաբար ամենաշատ այս տարիքն եմ սիրում։ Ես տարիքի հետ այդ իմաստությունը չգիտեմ, շատ հարաբերական է։ Ես գտել եմ իմ խաղաղությունը, ինձ թվում է մարդու համար ամենաթանկ բանն է, որովհետև մարդը կարող է ունենալ ամեն բան, բայց եթե չունի ներքին այդ հոգու խաղաղությունը, ապա ամեն բան զուր է իմ տեսանկյունից։ Ես գտել եմ իմ խաղաղությունը, իմ ներքին խաղաղությունը եւ դրա համար ինձ կյանքը երևում է իր ամենավառ գույներով։ Ես չեմ ասի, որ ես ապրում եմ առանց խնդիրների, ես չունեմ խնդիրներ կամ իմ կյանքում ամեն բան հիանալի է ու լիարժեք, չէ, բայց ես փորձում եմ ամեն բանի մեջ գտնել լավը, գեղեցիկը, բարին, ամեն փոքր բանից ուրախանալ, ամեն փոքր բան գնահատել, բավարարվել այն ամենով, ինչ որ ունես, շնորհակալ լինել այն ամենի համար, ինչը որ չունես ու չի տրվել քեզ, այսպես, նաև չտրվածի համար պետք է շնորհակալ լինել։ Իհարկե, որովհետև միևնույն է գալիս է կյանքում մի կետ, եւ դու հասկանում ես, որ դու դա շատ ուզել ես, բայց իրականում դա քեզ պետք չի եղել։ Որովհետև ինչու են ասում, մենք մի բան ուզում ենք, բայց Աստված այդ ամենը մեզ համար ավելի ճիշտ, Աստված իր պլանները ունի մեզ համար։ Եվ դա ամենակատարյալ պլանն է։ Ամենակարևոր բաներից մեկը մեր կյանքում դա ժամանակն է, որը մենք իրականում շատ հաճախ չենք էլ, այսպես ասած, արժևորում, գնահատում։ Ամեն դեպքում դուք հիմա երբ հետադարձ հայացք եք նետում ձեր անցած տարիներին, ձեր ստեղծագործական կարիերային բումին, որը ունեցել եք եւ վստահ եմ ունեք ու դեռ կունենաք, ինչ եք կարծում, ընդհանրապես արժևորվել է ժամանակը ձեզ մոտ, գնահատել եք այն ինչ որ եղել է, այն ինչ որ ունեք, որովհետեւ այս հարցին պատասխանեք կշարունակեմ։ Այո, ես միշտ գնահատել եմ իմ բոլոր ձեռքբերումները, ես ամեն ինչ շատ լավ նայեք, երբ որ հետադարձ հայացք ես նետում, վերջին հաշվով 30 տարի է անցել այն օրվանից, երբ ես մտել եմ ամենադժվար этаպում 90-ականներին ամենադժվար, բայց ամենաերջանիկ ժամանակներին։ Նոր աղջիկներին պատմում էի, որ երբ մենք գալիս էինք, դա այն ժամանակ հանրայինից բացի չկար այլ հեռուստատեսություն, չէ։ Ասում եմ, հիմա գալիս ենք որպես տոն, այն ժամանակ գալիս էինք որպես տանջանք։ Չկար օդափոխություն, տաղավարներում շոգ էր ամռանը, ձմռանը ցուրտ էր, այսինքն պայմաններ չկային, բայց մենք քանի որ մի տեսակ նվիրյալներ էինք, մենք չենք տրտնջում, համակերպվում էինք ամեն բանի հետ։ Հիմա կա կոմֆորտ, կա ամեն պայման, չէ, բոլորիս համար։ Ինչևէ, այդ 30 տարիները, երբ ես երբեմն անհրաժեշտության դեպքում սկսում եմ այդ շերտ առ շերտ ինչ որ բաներ վերհիշել, ասում եմ, Աստված իմ, քանի կյանք եմ ապրել ես։ Իմ այս ամբողջ ապրած տարիներին, իմ այս 53 տարիների մեջ, որ ես ապրում եմ ու փառք Աստծո, ու նաև իմ ստեղծագործական, որովհետև երբեմն մոռանում ես, չէ, այն ինչ որ ասենք կոպիտ օրինակ բերեմ, պահարանում ունես շատ իրեր, բայց որոնք երկար ժամանակ չես օգտագործում, մոռանում ես, չէ, դրանց գոյության մասին, ու մի օր բացում ես այդ պահարանը ու տեսնում ես, թե դու ինչեր ունես այնտեղ պահած։ Նույնը այդ իմ ապրած տարիներն են, այդ իմ ստեղծագործական տարիներն են, որոնք շատ բուռն են, շատ խիտ են, շատ սիրելի ու շատ ինձ համար արժևորված են։ Ես միշտ արժևորել եմ ժամանակը եւ այն ամենը, ինչ որ եղել է իմ կյանքում։
Տեսեք, հասարակությունն էլ ձեզ է կարևորում, որովհետև երբ հենց օրինակ այս նկարահանումը դրա բառապացույցն է, որովհետև իմ շատ գործընկերներ սպասում են, որ հաղորդման նկարահանումից հետո, այսպես միասին սուրճ խմել, շփվել ձեզ հետ, այ ամեն դեպքում, բայց դուք գնացիք Հայաստանից այն этаպում, երբ առաջին մեծության աստղերից մեկը, մենք ունենում ենք, չէ, առաջին էշելոնի աստղեր բոլոր ժամանակներում են լինում էր։ Հեշտ է լինում հենց այդպես վեր կենալ ու ունենալ մեկ անգամ, այսպես ասած, միակողմանի ավիատոմս գնալ ու որոշել, որ բավական երկար ժամանակ գուցե եւ էլ հնարավոր չի լինի Հայաստան գալ։ Չէ, իհարկե չէ։ Ինչի մասին ենք խոսում։ Նախ լինելով շատ այս վերջերս ես հավանաբար գիտեք, որ ես ընդհանրապես հարցազրույցներ չեմ տալիս արդեն շուրջ 15 տարի, բայց այս միտքը անընդհատ ես ասում եմ, որ ես շատ խոր արմատներով երևանցի եմ։ Ես շատ խորը կպած եմ Հայաստանին, բայց որպես երևանցի ես շատ խոր արմատներով եմ կպած Երևանին ու ուղղակի կայացնել այդ որոշումը դա իմ կյանքի միակ ամենացավոտ որոշումն է եղել ու ես անընդհատ խուսափել եմ անընդհատ շրջանցել եմ այդ թեման, որովհետև դա եղել է իմ մեջ ցանկություն ցավոք, որովհետև ես ոչ մի վարքյան Եմ որ ասում են ամենավատ երազում, ես չեմ տեսել, որ ես մի օր կապրեմ Երևանից դուրս կամ իմ զավակին կտանեմ այստեղից կկտրեմ այս ամենից ու կտանեմ։ Ինչևէ, շատ դժվար որոշում է եղել, բայց այդ ժամանակ ես պիտի անեի դա, որովհետև ինձ պետք էր կտրվել ամեն ինչից։ Ես շատ ծանր հոգեվիճակում էի, ինչ պատճառներով եւ ես ուղղակի պիտի փոխեի իրականություն։ Ես պիտի փոխեի իրականություն, պիտի փոխեի ամեն ինչ պիտի փոխեի իմ կյանքում, այլապես ես այլևս չէի կարողանում ապրել։ Տեսեք, դուք այդ ժամանակ ամեն դեպքում տեսահոլովակներից կամ բեմից երևում էր, որ բավական Ես այդ տարիներին արդեն շատ ակտիվ չէի։ Ես բավականին пассивացել էի։ Իմ վերջին ես չեմ հիշում, ես վերջին իմ թողարկած տեսահոլովակը հավանաբար եղել է Հեքիաթը, որը թողարկվել է 14 թվականին ու դրանից հետո արդեն այլևս ես ոչինչ չեմ արել։ Դա իմ վերջին արած աշխատանքն է եղել։ Ինչն է դարձել այդ ամեն ինչի պատճառը, որովհետև շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մարդիկ են լինում, որ ամեն ինչ վաճառում են այստեղ, թեկուզ Մեքսիկայով գնում են Ամերիկա, մտածում են, որ այնտեղ շատ ավելի բարեկեցիկ կապրեն, բայց դուք ասում եք Ես չեմ գնացել բարեկեցիկ ապրելու համար։ Ես չեմ գնացել, շատերին թվում է, թե ես գնացել եմ, որպեսզի իմ երեխան վաղը չծառայի հայկական բանակում, չկա այդպիսի բան։ Ես հիմա չեմ եկել այստեղ արդարանալու։ Ես գնացել եմ, որպեսզի ես ինքս այս իրականությունից ինձ տանեմ հեռու։ Առանց իմանալու թե ինձ որտեղ ինչ է սպասվում։ Պատկերացնում եք, չէ՞, մի կին, ով 43 տարի ապրել է միտեղ ու ինչ որ մի բանի է հասել իր կյանքում, ունի հիանալի ընկերական շրջապատ, ունի անուն, ունի համբավ, ունի քիչ թե շատ հարգանք իր քաղաքում ու գնում է միտեղ, որտեղ չգիտի իրեն ինչ է սպասվում, ընտանիքի հետ, երեխայի հետ, բավականին դժվար է սա։ Բայց ես պիտի անեի դա, որպեսզի հասկանայի ես հետո ոնց եմ ապրելու։ Որտեւ լիքը բաներ իմ կյանքում իմաստը կորցրել էին, բայց ես քանի որ շատ հավատքով մարդ եմ, ես կարողացա ուղղակի ես այդ ելքը գտա։ Գուցե հեշտ ելք էր դա ինձ համար, ուղղակի թողնել ու գնալ, բայց ես պիտի անեի դա, որպեսզի նորից վեր գտնեի ինձ եւ կարեւորը գտնեի իմ խաղաղությունը, իմ ներքին խաղաղությունը, ինչի մասին որ ես խոսում էի քիչ առաջ։ Շատ դժվար էր, ծանր որոշում էր, բայց դե կայացրեցի։ Այնքան պետքա մարդը լինի, այսպես դա շատ համարձակ որոշում էր, բայց այնքան պետքա ինչ որ բան անեն մարդուն հասցնեն այդ աստիճանի։ Դե հասցրեցին, հա, հասցրեցին, կտրեցին թևերս ու ինձ շատ թևաթափարեցին։ Ինձ զրկեցին իմ կարիերայից, իմ աշխատելու հնարավորությունից, դրա համար ես էլ արդեն այստեղ անելիք չունեի։ Այսինքն, այսպես ասած, օթերը փակեցին Հայաստանում ձեր։ Այո։ Եվ Չգիտեմ ովքեր եւ չգիտեմ ինչու չեմ խոսելու դրա մասին հաստատ։ Չէ, ես չգիտեմ ովքեր չէ, որովհետեւ մենք շատ հաճախ այդպիսի պարզվում է հետագային, որ այդտեղ լինում են նաեւ այն մարդիկ, ում հետ սեղան ես սեղանի շուրջ։ Իհարկե, հենց առաջինը իրենք են լինում։ Ես դա նկատի ունեմ, որովհետեւ մեզ հաճախ դավաճանում են այն մարդիկ, ում մենք շատ ավելի մոտ ենք թողել մեզ։ Ես այդ նկատի ունեմ։ Եվ տաքացրել ենք։ Ահա։ Հա, ուղղակի ես մի մարդ եմ, որ ժամանակին փակում եմ բոլոր տեսակի թեմաները եւ ընդհանրապես չեմ ուզում փորփրել, որովհետեւ եթե փորփրեմ շատ բաներ են բացվելու, ես չեմ ուզում այլ ավելի հիասթափվել։
տեսեք ամեն դեպքում դուք համարձակ որոշում եք կայացրել նաև հաշվի առնելով, որ մենք մինչ այդ ունեցել ենք ավագ սերնդի արտիստների մի մեծ արտիստների, այսպես ասած, խումբ, բանակ, որ ժամանակին ստիպված են եղել հեռանալ Հայաստանից։ Էլվինա Մակարյան, Զարա Տոնիկյան եւ այդ արտիստների դեպքում ցավոք ունեցել ենք նաև ողբերգական ճակատագրեր։ Ամեն դեպքում դուք աչքի առաջ ունենալով հենց այդ փորձը, որ ստիպված են եղել, դուք էլ վերցրել եք այդ ճանապարհը ու էլի գնացել դեպի, այսպես ասած, անհայտ ուղղություն։ Իրենցը հավանաբար ավելի ծանր է եղել, որովհետև եղել է սովետական ժամանակաշրջան եւ այնտեղ եղել են կոնկրետ սահմանափակումներ, այսինքն այն ժամանակ բոլորս գիտենք, որ ենթադրենք մի փոքր սովետական ստանդարտներից դուրս երաժշտություն չէր կարող հնչել։ Իսկ Էլվինան, Զարա Տոնիկյանը եւ էլի շատ ու շատ արտիստներ եղել են ախր այլ երաժշտական մտածելակերպի, մի քիչ տարբեր են եղել իրենց արտաքինով, մի փոքր ուզել են շարժվել բեմի վրա, բայց դա արգելված է եղել։ Ամեն ժամանակ ունի իր խնդիրները եւ մարդիկ, բայց ես ցավով այո, մենք ունենում ենք ողբերգական նաեւ վերջաբաններ այս ամեն ինչի հետ կապված, փառք Աստծո, որ իմ պարագայում ես փառք Աստծո Ամերիկայում չեմ զբաղվել այլ աշխատանքով, եթե այլ աշխատանք, ապա միայն ես այնտեղ վարում եմ հանդիսություններ, ամեն դեպքում դա ինձ համար ինչ որ միտեղ էլի բեմական գործունեություն է, որովհետև ես գեղեցիկ հագնվում եմ, ես աշխատում եմ մարդկանց հետ, իմ ձեռքին կա միկրոֆոն, երբեմն երգում եմ, բրենդն եք հիմնել։ Դե դա բոլորովին նոր բան է, բայց ուզում եմ ասել, ես մնացել եմ, ես համերգների եմ մասնակցում, ես կորպորատիվ միջոցառումների եմ մասնակցում, շատ ակտիվ գործունեություն չեմ ծավալում, որովհետև Հայաստանի հետ համեմատած մենք չենք կարող համեմատել Սփյուռքի գործունեությունը, բայց ես մնացել եմ իմ ամպլուայի մեջ, շատ մարդիկ կան, ովքեր ստիպված են եղել սկզբում այլ աշխատանք անել, չեն ունեցել, ասենք թե օրինական կացություն, ես փառք Աստծո այդ ամենը ունեցել եմ հենց սկզբից։ Դրա համար ինձ շատ առումներով ավելի հեշտ է եղել։ Եվ միևնույն ժամանակ ամեն դեպքում դուք կարողացել եք ձեր բրենդը հիմնել, որովհետև դա էլ ամեն դեպքում էլի ձեր, այսպես ասած, որովհետև այստեղ դուք ունեցել եք գեղեցկության սրահ ժամանակին, եթե չեմ սխալվում, այնտեղ էլ ամեն դեպքում բիզնես գործունեություն սկսեցիք ծավալել, դա էլ կարևոր է, որովհետև էլի այսպես ասած այլ ուղղություն չի, ձեզ հոգեհարազատ ուղղություն է։ Որովհետև ես երկար ժամանակ մտածում եմ, որ չէ որ ընտանիքին մշտապես պետք է ֆինանսական որևէ ինչ-որ բան չէ։ Հետևաբար քրոջս հետ տարբեր բաներ քննարկելուց հետո հասկացանք, որ ես իրեն ասացի, գիտես, ես ուզում եմ վերադառնամ այս հագուստին, որովհետև ես Հայաստանում հիմնեցի ու երբ որ ես մեկնեցի Միացյալ Նահանգներ ու երբ որ որոշում կայացրեցի մնալ այնտեղ, մշտական կացության այդ ամենը մնաց այդպես օդի մեջ, բայց այդ երազանքը ինձ հետ արդեն 10 տարի քայլում էր ու վերջապես այս տարի կարողացա դա իրականություն դարձնել, տեսնենք թե ինչ կստացվի, ինքը դեռ նորաթող բրենդ է, տեսնենք հետագայում ինչպես կզարգանան։ Երբ նախորդ տարի ես Լոս Անջելեսում էի, բոլորովին այլ նախագծի շրջանակում, շատ արտիստներ տարածում էին հենց այն նախագիծ իրենց Instagram-յան էջերում, որի համար ես այդ պահին Միացյալ Նահանգներում էի։ Բայց դուք այն արտիստներից մեկն եք, ում հետ մենք շփվեցինք, ես հիշում եմ մեր զրույցը, դուք ասացիք ինչով կարող եմ օգնել, այսպես, այնպես, ու շատ այսպես լավ առաջարկություններ, որի համար շնորհակալ եմ, բայց հետո երբ ես այլ շրջապատում պատմեցի դա, այդտեղի Լոս Անջելեսյան, ինձ ասացին, որ Արմինկան շատ ծրագրեր է անում, շատ պրոյեկտներ, բայց լուր։ Բայց միևնույն ժամանակ մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ հայրենիքը սիրում են Facebook-ով, չգիտեմ, ինչ որ մի բան անում են, դրա մասին մի 60 անգամ գոռում են Instagram-ում։ Արդյոք դուք ճիշտ եք համարում այն, որ այսօր ամեն ինչը դարձել է համացանցային, այսպես ասած, սերը համացանցով, շնորհավորանքը կամ կարոտը համացանցով։ Մարդկանց ընտրությունն է դա, այսօր սոցցանցերը շատ կարևոր են մարդկանց համար եւ մարդիկ այդտեղ փորձում են արտահայտել իրենց հույզերը, իրենց մտքերը, իրենց աշխատանքն են ներկայացնում, բիզնես են անում, գումար են վաստակում, նաև փորձում են այդտեղով կայանալ։ Հիմա բոլորը տարբեր են եւ բոլորի մոտեցումն է տարբեր։ Իսկ ով լուր է, այդ մասին ոչ մեկ չի իմանում։ Իսկ ով լուր է, ես դա ավելի եմ հարգում։ Օրինակ, եթե իմ սիրտը ցավում է իմ հայրենիքի համար, ես չեմ մտնում ստատուս գրում Instagram-ում, որտեվ ինձ ուղղակի ցավում է։ Ես սիրտ չունեմ, ոնց իմ ցավը արտահայտեմ։ Եվ չգիտեմ, ես մի քիչ հավանաբար որ չեմ սիրում իմ զգացմունքները շատ արտահայտել, չգիտեմ, գուցե դա էլ սխալ է,
որովհետև երբեմն թվում է թե անտարբեր ես դու, բայց ես միշտ ասում եմ, որ ես գիտեմ ես ով եմ եւ Աստված գիտի ես ով եմ եւ հիմա դուք տեսնում եք, որ իմ շրջապատում էլ իմ ընկերներն էլ ովքեր գիտեն, մենք էլ այնտեղ լուրջ շատ բաներ ենք անում, առանց ցուցադրության, առանց բարձրաձայնելու։ Դրա համար ես նախընտրում եմ ավելի լուրջ լինել։ Եվ ուրախության պարագայում եւ տխրության պարագայում, բայց մեկ ուրիշը նախընտրում է ենթադրենք դրա մասին բարձրաձայնել սոցցանցերում, դա էլ է նորմալ ինձ թվում է։ Կարևորը որ դրանք չլինեն դատարկ խոսքեր, ինձ համար կարևորը սա է, որտեվ հայրենիքը չեն սիրում խոսքերով, մարդուն չեն սիրում խոսքերով, կամ չգիտեմ, ամեն բան փորձում են սոցցանցերում ցուցադրել, դա ինձ այդքան դուր չի գալիս, ասենք մարդիկ իրարից բաժանվում են, իրար մասին վատ բաներ են գրում, իրենց ամբողջ անձնական կյանքը հանում են ի ցույց աշխարհի։ Բայց դա ընտրություն է։ Մենք ապրում ենք նաև մի ժամանակներում, որ բոլորը ուզում են լրագրող դառնալ, հաղորդավար եւ դերասան ու երգիչ։ 30 տարի բեմում եք եւ կխնդրեի ձեր գնահատականը այսօրվա մեր երկարվեստի առնչությամբ, եթե իհարկե կարելի է դա նաև արվեստ համարել։ Մենք ունենք, եթե խոսում ենք ժամանակակից երաժշտության մասին, մենք ունենք շատ լավ արտիստներ, փառք Աստծո, երիտասարդ սերնդի մեջ։ Միայն մի բան եմ նկատում, որ այդ մտերմությունը, որը եղել է մեր սերնդի մեջ եւ մեզանից ավագ սերնդի մեջ, մենք շատ հաճախ խոսում ենք դրա մասին։ Իհարկե սա պրոֆեսիոնալ մակարդակին չի վերաբերում արտիստների, իրենց մեջ այդ ընկերությունը, այդ մտերմությունը չկա, բայց մենք ունենք արտիստներ, այո, համատարած վատորակությունը սկսեց դեռևս մեր սերնդի ժամանակ, չէ, բայց ես հիմա նկատում եմ, որ բավականին այդ ինքնամաքրման ճանապարհը անցնում է երաժշտական ժամանակակից երաժշտությունը Հայաստանի, ակումբներում հնչում է շատ լավ երաժշտություն, ակումբային շատ լավ երգիչներ ու երաժիշտներ ունենք, շոու բիզնեսում ունենք շատ վառ դեմքեր, շատ չունենք, քիչ են, բայց կան վառ դեմքեր։ Եվ վերադառնալով հենց զրույցի սկզբում, քանի որ ես ասացի, դուք 10 տարի անց նորից հանրային հեռուստաընկերությունում եք եւ նաեւ այսօր ձեր ծննդյան օրն է։ Ֆայնա Ռանևսկայան ասել է շատ հետաքրքիր մի բան. կյանքը պետք է ապրել այնպես, որ հետո քեզ հիշեն նաեւ սրիկաները։ Համաձայն եմ, ինչու՞ չէ։ Եթե կարող ես այդքան հարուստ կյանք ապրել, որ քեզ անգամ սրիկաները հիշեն, շատ լավ է։ Ես միշտ մի բան եմ, չգիտեմ որքանով հիմա ճիշտ կլինեմ, եթե համեմատական անցկացնեմ, ես հիշում եմ, երբ ես դպրոցական էի, շատ լուրջ աղջիկ էի, շատ լուրջ, մի քիչ էլ սենց բան փակ, մի քիչ գոռոզ, որտեվ լավ էի սովորում բան, ինձ կարծում էի, թե ես ինչ-որ մեկն եմ։ Ես հիշում եմ, որ ինձ ոնց են այդ բառը ճիշտ տեղին ասում, այն տղաները, ովքեր որ ինձանով հետաքրքրվում էին, իրանք այնքան տարբեր էին։ Իրենց մեջ հիմնականում լավ սովորող ու այդ խելացի ու այդ բան տղաներն էին ու նաև կային փողոցային տղաներ, որոնք գալիս էին ու հենց այդ բառով ասեմ, եթե կարելի է, պպզում էին դպրոցի դռների առջև ու ես այնքան հիշում, ինձ դուր էր գալիս, որ երբ որ ես դպրոցից դուրս էի գալիս, իրենք ոտքի էին կանգնում, սիգարետը գցում էին, ինձ դա դուր էր գալիս։ Այ հիմա, չգիտեմ ինչքանով ճիշտ է այս համեմատականը անցկացնել, այո, պիտի ապրես տենց, որ եւ սրիկային դուր գաս, կամ հիշեն, կարևոր չի դուր կգաս, թե դուր չես գա, եւ այո, բոլորին, ինչու՞ չէ։ Եվ վերջին հարցը, ձեր սերնդի արտիստները ամեն դեպքում վերջին этаպում շատ ավելի пассив են։ Եվ այն վերաբերմունքը, որ դուք այս օրերին զգացիք Հայաստանում, արդյոք չբերեց ինչ-որ եզրահանգման, որ ամեն դեպքում պետք է ավելի ակտիվանալ եւ հանդես գալ գուցե նաեւ մենահամերգով։ Ամեն Հայաստան այցի ժամանակ այնքան մեծ սիրո ու ջերմության եմ հանդիպում, բայց այս տարի ինչ որ յուրահատուկ մի բան է, չգիտեմ, հավանաբար նախ փողոցներում են շատ մարդիկ, հետո աշխարհի բոլոր ծայրերից են հայերը այս տարի ինչ որ շատ մեծ քանակի մարդիկ կան եւ ես շատ քայլում եմ Երևանի փողոցներում ու անասելի սեր ու ջերմություն եմ ստանում եւ ընկերներս ինձ միշտ ասում են, որ ասում են դու չես պատկերացնում ախր, որ մարդիկ քեզ այլ կերպ են սիրում, հիշում են, սպասում են, դրա վառապացույցն է իմ սոցցանցերի նամակները հարյուրավոր եւ մարդիկ մոտենում են, գրկում են, ասում են, խնդրում ենք, գոնե ամեն անգամ երբ որ գալիս եք, գոնե մի փոքր համերգ,
ունեցեք ու ես ամեն անգամ ինչ շատ վատ ու մեղավոր եմ զգում, որ ես ամեն անգամ խոստանում եմ ու չեմ անում, բայց այո, ես համաձայն եմ, որ ես հասկացա մի բան այս անգամ, որ մարդիկ սպասում են, մարդիկ իսկապես անկեղծորեն սպասում են, իսկապես կարոտում են եւ ուղակի խոսքեր չի որ շռայլում են, ասելով որ շատ սպասում ենք ձեր նոր երգերին, շատ կարոտում ենք ձեզ բեմում եւ երբ որ ես 2 տարի առաջ մեծ երջանկություն ունեցա մասնակցել Այրբունի Երևան տոնախմբությանը, այդ մեծ համերգին ես այդ ժամանակ էլ հասկացա, որ ոչինչ հենց այնպես չի անցնում։ Մարդիկ իսկապես սիրում են, սպասում են, կարոտում են, ել չասեմ թե ես ինչքան եմ կարոտում իմ հանդիսատեսին, այնպես որ այս անգամ իսկապես լրջորեն խոստանում եմ մաքսիմալ ակտիվանալ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը շատ սիրելի երգչուհի Արմին Կանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։